Ես ակնկալում եմ աղանդավորների ու այսպես ասած քրիստոնյաների թփրտոցները, որ իսլամ է քարոզում, Շուտ, մենք խոսում ենք, մենք այսօր ամբողջ եթերն է գայո նվիրել Սուրբ Արարչին։ Գողար ջան, խաբում են բոլորին։ Այո։ Բայց նիստվար զանգված կա բոլորովին սխալ գաղափարների հետևող, որ ուղղակի ցնցումների մեջ անկնում, երբ որ ասում ենք Արարիչը ոչ միայն սեր է, այլ նաև պատիժ։ Մեր հայրենակիցների եւ առհասարակ աշխարհում մարդկանց մեծամասնությունը անգամ չի կարողանում պատկերացնել Արարիչ ասելով ում նկատի ունենք։ Ոչ, ձեզ դաժանորեն խաբել են, սիրելիներս։ Բնությունը գժվել է կամ բնությունը այսինչ է անում։ Այ մարդ վերջի վերջո երբ պիտի հասկանանք այդպես, հա։ Հիշենք, հա Լիլիթ ջան, կրակներ են թափվել երկնքից, ցունամիներ են եղել, քաղաքակրթություններ են ոչնչացվել։ Հա, էլ պատիժը ո՞նց է։ Էլ ո՞նց է լինում պատիժը։ Եղել է ջահեղեղ ա եղել, բայց Արարիչը չի պատժել, հա, բա ով է պատժել։ ամենադաժան պատիժներն է եղել Արարչի կողմից։ Մենք ձեր դատավորը չենք, պարզապես փորձում ենք ձեզ զգուշացնել։ Մենք ինչպես համարել ենք ճիշտ ենք ընտրել, այնպես էլ այսօր ենք համարում, որովհետև դուք ի տարբերություն մեզ փորձել եք ընտրել իդեմս հակա ինչ որ մեկի ոչ թե ճիշտ ազգային զարգացման ծրագիր ներկայացնող կուսակցությանը։ Ոնց կարող ենք լռել այս մասին։ Այո։ Եթե դուք 100 դրամ եք վերցրել, թե 100 միլիոն դրամ, բայց ընտրել եք հայրենիք վաճառողին, հայրենի հողը ուրիշին հանձնողին, զինվորի արյունը ուրացողին, որքան էլ սարսափելի եւ անընդունելի, մենք ունենք այդ փաստերը։ Ոչ ոք նույնիսկ անգամ երկնայիններից, արարվածներից իրավունք չունի այդ մասին մեզ հայտնելու։ Սուրբ սրբոց, սրբերից երկնային Տեր բացարձակ համընկնում է քրեական օրենսգրքի հետ, քանի որ ընտրական շարք վերցնելը դատապարտելի է։ Այնպես որ ոչ ոք մեր դեմ ոչինչ ասել չի կարող։ Շատ կարևոր Լիլիթ, այս մասին էլ եմ ուզում ասել։ Մեր հաջորդ հաղորդումը շատ հետաքրքիր է լինելու։ Անպայման հետևեք մեզ։ Մի ցնցող հաղորդում ենք ունենալու, մի շատ հետաքրքիր բացահայտում։ Բարի երեկո, հարգելի հետևորդներ, հայրենակիցներ, ինչպես Լիլիթը կասեր, մի փոքր տևական դադարից հետո մենք կրկին եթերում ենք, բայց մենք այնպես չի, որ пассив ենք եղել, այս ընթացքում, եթե դուք հետևում եք հատկապես մեր Facebook-յան էջերին, տեղյակ կլինեք, որ մենք շատ ակտիվ գործունեություն ենք ծավալել, շատ կարևոր առաքելություն ենք իրականացրել, մենք եղել ենք Հայաստանի սրբավայրերում, բավականին շատ թվով սրբավայրեր ենք այցելել, որի ընթացքում սրբագործվել են այդ սրբավայրերը եւ մեր փոքրիկ բացահայտումների թիմով եւ մեր հետևորդների հետ միասին։ Բարի երեկո սիրելի հայրենակիցներ, Գոհար ջան, ի տարբերություն մեզ, ես չէի ասի, որ մեր հետևորդները նույնքան ակտիվ են եղել։ Այստեղ մենք որևէ ակնկալիք չունենք, ես ուզում եմ, որ մեր ունկնդիրը շատ լավ հասկանա։ Ձեր ակտիվությունը մեզ անձամբ մեզ ոչնչով չի բարելավում մեր վիճակը, այսպես ասած։ Դա համընդհանուր մեր նպատակների իրականացման համար է։ Ակտիվ ինքնանպատակ լինել հնարավոր չի, կամ գիտակցում են մարդիկ այս ամենի կարևորությունը, գիտակցում են մինչև վերջ։ Անկեղծ ասած, ես ձեզ եմ հասկանում, որովհետև շատ բարդ է ամբողջական ընկալել այն, ինչ որ մենք ասում ենք։ Հատկապես եթե մարդը կեսից է միանում, տեսանյութերի, ինֆորմացիա եւ այլն, առհասարակ
կախում է ու էլ ոչինչ տեղ չի հասնում։ Եվ այսքան ասելուց հետո մենք կարող ենք կամ անհեթեթ որևէ հարց տեսնել գրված կամ ավելի անհեթեթ մեկնաբանություն։ Սիրելի ունկնդիր, քանի գնում ժամանակը սեղմվում է, այսօր այդ պահն է։ Այո։ Մեծ իմաստով արագանում է այն մեզ տրված ժամանակը, քչանում է, որը մենք պիտի օգտագործենք առավելագույն նպատակահարմարությամբ, ռեալ ճիշտ քայլերի իրականացումով, մոտեցնելով համընդհանուր հաղթանակի ժամանակը, մոտեցնելով Հայաստանի փրկության ժամանակը, եթե կուզեք իմանալ։ Դրա համար Գոհար ջան, այսօրվա մեր եթերի թեման կամ թեմաները առավել քան արդիական են։ Այո։ Ոչ միայն բացահայտումները բացառիկ են, նո այդքան բացառիկ չեն, ինչքան իմի ենք բերել մենք կարևորագույնը, ինչը այսօր ուզում ենք ձեզ հիշեցնել։ Գլխավոր թեման մեր այսօր Սուրբ Սրբոց Սրբերից Արարիջն է։ Ճիշտ է, ջ տառադարձությամբ ջ գրում չկարդում ենք, բայց այս իսկապես վերջին բացահայտումներից է, որ Արարիչ բառը պիտի գրենք ջ-ով, որովհետև դա իջնել բառն է, ոչ թե իջ, այսինքն ստեղծող, ինչ որ մի բան կատարող իմաստով, որովհետև իջը սովորաբար օգտագործվում է իրի արման դեպքում, ոչ թե անձի արման։ Նու մենք չենք իմացել շատ երկար ժամանակ պայմանականորեն Արարիչը ընկալել ենք որպես հենց արարող, բայց հետո բանից պարզում է, որ ոչ, մեզ ուղղում են, որ դա պետք է ջ-ով գրել։ Նաև այստեղ անդրադառնանք Սուրբ Սրբոց Սրբերից Արարջի Տիտղոսին, այո։ Ոչ թե Սուրբ Սրբոց Արարիչ, այլ Սուրբ Սրբոց Սրբերից Արարիչ։ Եվ ինչպես մենք նշել ենք մեր նախորդ հաղորդման ընթացքում, խնդրանքները հնչեցնելուց 9 անգամ ենք Տիտղոսը հնչեցնելու, ոչ թե 8։ Երևի անցնենք այն իրական թվերին, իհարկե մեր ուխտագնացության սեմինարներից մեկի ժամանակ, եթե չեմ սխալվում, խոսել ենք այս մասին, բայց հարկ ենք համարում նաև եթերից այս մասին բարձրաձայնելու։ Արարչի իսկական արարման թիվը։ Ինքնարարման, այո, թիվը։ Նախ ասենք, ինչու մենք ի տարբերություն, ասեմ բոլորի, ովքեր վարում են ինչ որ հաղորդաշար, բլոգ եւ այլն, մեր աշխատանքը ամենապատասխանատուն է եւ բարդ է։ Ինչ առումով։ Մենք գործ ունենք, գիտեք, ինչ աղբյուրի հետ, դուք տեղյակ չեք, ինչ շեղումներ եւ միտումնավոր, ասենք, հասկացությունների անտեսում, փոխատեղում, շեղում կարող է լինել, երբ մենք ստանում ենք ինֆորմացիա։ Եվ մենք ենք պատասխանատվությունը կրում մեր ամեն ասած բառի, որը գրքի անգամ հրատարակումից հետո կարող է բանից պարզվել, որ այսինչ թիվը ճշգրիտ չի։ Իսկ ինչու ճշգրիտ չի, մենք դա իմանանք, ասենք 2 տարի հետո։ Ճշգրիտ լինել չէր կարող, սիրելի ընթերցող, ովքեր ունեն գիրքը։ Եվ ես ձեզ բոլորիդ խնդրում եմ, խորհուրդ եմ տալիս, հենց գրքի մեջ կատարել այն ուղումները, առանց ափսոսալու, որոնք մենք այժմ եթերից ձեզ կասենք։ Ես ինքս գրքի մեջ, իմ սեփական գրքի մեջ բոլոր ուղումները կատարում եմ։ Ես նույնպես Լիլիթ ջան, որովհետև ոչ միայն ընկալման խնդիրներ անverջ կարող են լինել այդ պահին, այլև
դուք չեք պատկերացնում ինչ գլխապտույտ արագությամբ են տեղի ունենում փոփոխությունները տիեզերքում մի էջը չտպած մինչև վերջը չհասած նոր իրադարձությունները արդեն եղած ինֆորմացիան հնացած է դառնում բայց սա շատ կարևոր է որպեսզի այո դա պատմություն է կերտվում հասկանում եք մեր առաջին հատորը գրքի նույնքան կարևոր է շատ կարևոր քան երկրորդը որում արդեն ուղումներ են տեղի ունենում նոր իրադարձություններն են գրանցվում այո եթե առաջինից տեղյակ չեն երկրորդը չեն պատկերացնում այո չեն էլ ընկալի ինչի մասին է խոսքը Եվ նաև ուրախալի լուր հայտնենք, որ այո, շատ մոտ են մեր երկրորդ հատորի տպագրման աշխատանքները, գրեթե ավարտին են հասցվում աշխատանքները եւ շուտով խմբագրման աշխատանքներն են ընթանալու։ Դրա հետ միասին ավարտին են հասցվում։ Դե քիչ են մնացել, ամենայն դեպս քիչ է մնացել Լիլիթ ջան։ Հիմնական գործը արված է, բայց դեռ իհարկե։ Մենք սպասում ենք, որ միգուցե սա մինչև տարվա վերջ կտևի, բայց հուսով ենք, որ Օր չասենք, բայց ավելի մոտ ապագայում այն կլինի։ Նաև ռուսերեն տարբերակները երկու հատորների, նաև ֆրանսերեն տարբերակը, անգլերենը երկրորդ հատորի, այնպես որ 4-ից 5 գրքի շնորհանդես ենք առաջիկայում ունենալու հարգելիներս։ Սպասեք այդ օրը մոտ է, նորանոր իրադարձություններով։ Այո։ Այժմ անդրադառնանք Լիլիթ ջան, Արարչի ինքնարարման իրական թվերին։ Այդպես էլ չասացինք, ինչու ենք մենք թույլ տվել այդ սխալը։ Անկեղծ ասած, հենց սկզբից, երբ որ մեզ ասել են այդ մոտավորապես 4 միլիոն տարին, դա մեզ խիստ անհավանական է թվացել բոլոր հարցումներին կատեգորիկ կամ կրկնվել է նույն պատասխանը կամ լռություն է տիրել։ Մենք այլ բան գրելու իրավունք չենք ունեցել պարզապես։ Մենք գրի ենք առնում այն, ինչ մեզ ասվում է։ Եվ հետագայում ինչ պարզվեց, որ իսկապես ճիշտ էր այդպես անելը, քանի դեռ ինքը Արարիչը, Սուրբ Սրբոց սրբերից Արարիչը դրա թույլտվությունը չի տվել կամ ինքը անձամբ այդ մասին չի հայտնել, ոչ ոք նույնիսկ անգամ երկնայիններից, արարվածներից իրավունք չունի այդ մասին մեզ հայտնելու Եվ ի ուրախություն մեզ արդեն դե գիտենք, որ պարոն Ռուբեն Գրիգորյանը նաև կապ ունի Սուրբ Սրբոց սրբերից Արարչի հետ Եվ հենց մենք գիտենք, բայց իրենք չգիտեն, շատ քչեր գիտեն Եվ հենց նա էլ այս թվերը, իրական թվերը արդեն ասել է Նշանակում է, որ մենք այժմ իրավունք ունենք այդ թվերին տեղեկանալու Որքան էլ ձեզ absurdային թվա այս ինֆորմացիան, հարգելի հայրենակիցներ, սա է իրականությունը, որքան էլ ձեր ուղեղում, ձեր մտահորիզոնում չտեղավորվի այն, որովհետև մենք ինքներս շատ երկար ժամանակ մտածել ենք, որ որևէ առնչություն, անմիջական առնչություն Սուրբ Սրբոց սրբերից Արարիչը մարդու հետ ունենալ չի կարող Մինչ այն պահը, երբ Արարիչը ինքը ցանկություն հայտնեց, այո, ցանկություն հայտնեց իսկապես կապ հաստատել պարոն Ռուբենի հետ։ Այս իրական թվերն են 3 միլիարդ 989 միլիոն 999 հազար 889 տարի առաջ։ Արարվեց Ինքն արարվեց Սուրբ Սրբոց սրբերից Արարիչը։ Այսինքն սկսվեց ինքնարարումը ավելի ճիշտ։ Եվ այն տևեց մոտավորապես միլիարդ տարի։ Այո։ Առայժմ այսքանը ավելի մասին շատ բան չգիտենք, ինչ էլ որ գիտենք, խոսում ենք թույլատրելի սահմաններում։ Այո, էլի իր թույլատրվածի սահմաններում ենք խոսում։ Կարևոր է նշել նաև այն փաստը, որ տիեզերքում մինչ այդ քաոս չի եղել։ Եղել է խավար, բայց ոչ քաոս։ Չի եղել նյութ, բայց եղել է էներգիա։ Այո, եւ այն հարցին, թե նյութն է առաջնային, թե էներգիա, վաղուց այդ հարցը իր պատասխանը գտել է, բայց հիմնավորումները մենք ավելի քան հիմնավորումներ ստացել ենք։ Այո,
եղել են էներգիայի որոշակի ձևեր, որ այսօր էլ տիեզերքում կան, որոնց սինթեզից սկսվել է Սուրբ Սրբոց Սրբերից Արարչի ինքնարարումը։ Քաոս այսօր էլ չկա տիեզերքում, Գոհար ջան, քաոսը միայն էրգիր բոլորակի մենաշնորհն է։ Այն էլ հուսով ենք առաջիկա մի քանի տարիների ընթացքում կվերանա։ Այո, նախ կսրվի, նախ ահռելի չափերի կհասնի եւ այսօր էլ կարծում եմ տեսնողը տեսնում է թե ինչ է տիրում երկրագնդի վրա։ Ցավոք այն դեռ պիտի ավելանա, այնուհետև կգրնա ներդաշնակման Այդ թվերը ուժի մեջ են, ինչի մասին մենք խոսել ենք, այն իրադարձությունները, սրման process-ները, ինչ որ պետք է տեղի ունենա երկրագնդի վրա, էրգիր բոլորակում։ Կոչ ենք անում շատ ավելի լուրջ վերաբերվել այս ամենին։ Հատկապես երբ տիեզերքում Արարչի կողմից փոխվել են այն սահմանները, թվերը, վարկանիշները, սրանց մասին էլ կխոսենք։ Այո, այո։ Այժմ խոսենք Արարչի ինքնարարման օրվա մասին, Լիլիթ ջան։ Այո։ Դու Եվրոպայից երբ վերադարձար, Գոհար ջան, նշեցիր մի հետաքրքիր տոնի մասին։ Ես այդ ընթացքում այնտեղ էի եւ ականատես եղա դրա։ Մի շարք, այո, եվրոպական երկրներում փետրվարի 1-ը համարվում է լույսի օր։ Այո։ Իդեպ Գոհարի այդ հարցադրումից սկսեցինք հասկանալ, որ փաստորեն ինքնարարման օր որպես այդպեսին նշվել է։ Լույսի օր, ինչ կարող է դա նշանակել։ Մի շարք երկրներում դա նշվում է որպես լույսի օր եւ տոնակատարությունը հիմնականում քաղցրավենիքի սեղանի շուրջ է իրականացվում եւ այլն։ Վերադարձից հետո ճշտեց Գոհարը պարոն Ռուբենի միջոցով, որ խոսքը վերաբերվում է Սուրբ Սրբոց Սրբերից Արարչի ինքնարարման օրվան, որը իրականում սակայն պիտի լինի հունվարի 28-ը։ Այո, այսինքն արեգամսվա մուրց օրը։ Եվ կարծում եմ պատահական չի, նախախնամության Արարչի կամքով է, հայոց բանակի կազմավորման օրը նույնպես այդ օրն է։ Սա բացառիկ ճիշտ ընտրված տոներից է, որը մենք նշում ենք այսպես ասած անկախացման տարիների ընթացքում։ Եվ այդ օրը բնականաբար միշտ մինչ քրիստոնեության ընդունումը նշվել է շատ ճոխ եւ պարտադիր ոչ թե քաղցրավենիքային, աղանդերային սեղանի շուրջ, այլ մսային ուտեստներով, պարտադիր արու կենդանիների մսից պատրաստված ուտեստներով շատ ճոխ նշվել է։ Իսկ քաղցրավենիքը առհասարակ պարտադիր չի եղել։ Այո։ Մենք էլ ենք պատրաստվում այդ օրը հաջորդ տարում նշելու, շատ ճոխ նշելու, նույնը եւ ձեզ ենք կոչանում, դուք ավելացրեք ձեր տոնացույցի շարքերում, իսկ ովքեր ձեռք չեն բերել դեռ մեր օրացույց տոնացույցը, շտապ եք այն ձեռք բերելու, որովհետև բազմաթիվ տոների եւ տոնացույցի կծանոթանաք հենց մեր օրացույց տոնացույցում, որը հենց ի սկզբանե Արարչի կողմից ստեղծված օրացույց տոնացույցն է, այսինքն սա արարչական օրացույցն է։ Գորջան, երևի շարունակենք մի փոքր խոսել Սուրբ Սրբոց Սրբերից Արարչի մասին։ Մենք խոսում ենք, մենք այսօր ամբողջ եթերն ենք այո նվիրել Սուրբ Սրբոց Արարչին։ Ինչ առանձնահատկություններ ունի նա, իհարկե հասկանալի է, որ չնչին բան է մեզ հայտնի, բայց ինչ էլ որ հայտնի է, բացառիկ է եւ շատ հետաքրքիր։ Եվ շատ կարևոր է, Լիլի ջան, այո, պատկերացում կազմել ով է արարիչը։ Այսօր մեր հայրենակիցների եւ առհասարակ աշխարհում մարդկանց մեծամասնությունը անգամ չի կարողանում պատկերացնել արարիչ ասելով
ում նկատի ունենք։ Արարչին նրանք նույնականացնում են բնության հետ, արարչին նույնականացնում են Աստծո հետ, Աստված են անունը դնում, բայց այս հարցի շուրջ էլ շատ հետաքրքիր բացահայտում եղավ, երբ ես պարոն Ռուբենին հարցրեցի, այ օրինակ շատ մարդիկ կան, որ չգիտեն ով է արարիչը եւ դիմում են ամենաբարձրյալին, այսպես ասած, Աստված բառով, որ Աստված ջան, խնդրում եմ ինձ օգնի փրկի այն ամենանեղ պահերին, ամենաանելանելի պահերին։ Ես ինքս որ շատ լավ հասկանում եմ որքան տարբեր են այդ հասկացությունները, ասենք մեկը որ բարևում է, ասում են Աստծո բարին, իներցիայով, սովորույթի համաձայն։ Բայց պետք է արմատապես դեռ այդտեղ ոչինչ, Աստծո բարին թողելի լինի աստիճանացի հետ կապված, բայց խնդրել Աստծուն այն ամենը, ինչ մենք խնդրում ենք արարչին, նկատի ունենալով արարչին, այո, ակնկալել պատասխան կամ եւ գիտեք ինչ է տեղի ունենում, հարգելի հայրենակիցներ, երբ իսկապես այն անհնարին են լուծում չգտնվող, ասենք պահերին, որ իսկապես ոչ մի տեղից ելք չկա, միակ հույսն ու լույսը եւ փրկությունը մնում է ամենաբարձրյալին դիմելը, մարդիկ դիմում են Աստծուն։ Եվ այս խնդրանքը, երբ գնում հասնում է արարչին, ինչպես պարզվեց պարոն Ռուբենի հետ, հենց անմիջապես արարչից այս ինֆորմացիան մենք ունեցանք, արդյոք նա արձագանքում է այս խնդրանքներին։ Եվ պարզվեց, որ ոչ, նա չի արձագանքում այս խնդրանքներին։ Ինչու՞, որովհետև չգիտեն իսկապես իրենք ում են դիմում եւ ինչպես պետք է դիմեն։ Այսինքն դիմում են Աստված, խնդրեմ, արարիչն ուղարկում է այս ինֆորմացիան աստիուած դիցին։ Իսկ աստիուած դիցը եւ իր օգնական այդ ամբողջ թիմը կոնկրետ սահմաններ կան, գիտելիքների, որոնց շուրջ են նրանք գործում։ Այսինքն, եթե մենք մի անհնարին, անելանելի մի բան ենք խնդրում, որը միայն արարչի հնարավորությունների սահմանում է, բնականաբար գիտելիքների եւ ժամանակի հնարավորության, ինչպես կարելի է համեմատել։ Ահա, երբ նրա հնարավորությունների սահմանում է, բնականաբար աստիուած դիցը մեզ այդտեղ չի կարող ուղղակի, եթե անգամ շատ ուզենա, ինքը չի կարող այդտեղ օգնության հասնի։ Լավ, այն խնդրանքները, որ նրա իրավասությունների սահմաններում են, նա արձագանքում է, օգնում է, բայց մյուսները, որը արարիչն ուղարկում է նրան, բայց չի վերաբերվում աստիուածին, այլ արարչի ֆունկցիան է, այդպես էլ մնում են անկատար։ Այդ խնդրանքների չի արձագանքում։ Մի հատ շատ ցավալի բան պիտի ասեմ, ոմանց համար շատ ցավալի, բայց տիեզերքն ու իրականությունը մեր կմահաճույքով չեն ոչ արարվել, ոչ շարունակում իրենց գոյությունը։ Մուսուլմանների մոտ Ալլահը հենց արարիչն է։ Եւ նրանք մշտապես Ալլահին են։ Այո, նրանք Ալլահին են դիմում։ Այո։ Եվ այդ խնդրանքն ընդունվում է։ Ես ակնկալում եմ աղանդավորների ու այսպես ասած քրիստոնյաների թփրտոցները, որ իսլամ է քարոզում, ոչ։ Չէ, մենք իրականությունն ենք բարձրաձայնում, իհարկե։ Եվ նրանց հավատարմությունը, նրանց կապը արարչի հետ ակնհայտ է շատ ավելի, քան մեր կապը, մեր բոլոր կապերը կտրվել են, կտրված են Սուրբ Սրբոց Սրբերից արարչի հետ։ Եվ գիտես, Լիլիթ, նրանք վախ ունեն, չէ։ Օրինակ, ինչ-որ մի բան է տեղի ունենում եւ իրենք ասում են, որ օй, ես ինչպես կարող եմ այս բանը, ես ինքս առնչություն ունեցել եմ, շփում ունեցել եմ մուսուլմանների հետ, շատ ամենատարբեր ազգերի մուսուլմանների հետ, եւ կա իրենց մեջ այդ ներքին վախը, որ Ալլահը իրենց կպատժի։ Իհարկե։ Իսկ մենք, տեսեք, այսքան աղետներ են գալիս։ Աստվածը։ Այո։ Այսքան աղետներ են գալիս մարդկանց գլխին, ջրհեղեղներ, չգիտեմ, կրակներ են թափվում երկնքից, մի մեծ ափի չափ, ինչ էր, կարկուտներ են թափվում, կայծակնահար է լինում ասֆալտը, ծառն ընկնում է ինչ-որ մեկի վրա, մարդիկ ասում են բնությունը գժվել է կամ բնությունը այս ինչ է անում։ Այ մարդ, վերջո, երբ պիտի հասկանանք։ Այդպես, հա, մենք մեղք չունենք, մենք պուպուշ ենք, մենք շատ լավն ենք,
այլ բնությունը մեզ չի սիրում։ Իսկ ինչպես կարող է բնությունը նման բան անի։ Այսինքն մենք նույնիսկ այստեղ չենք հասկանում, թե որտեղից է դա գալիս եւ արարչին նույնականացնում ենք բնության հետ։ Դա շարունակվում է բոլոր մակարդակներում, որովհետև մինչ օրս բազմաթիվ հետազոտողներ անուններ չտանք, նույնացնում են դիցերին համաստեղությունների հետ, երկնային մարմինները կապում են հավատալիքների հետ եւ այլն։ Սիրելիներս, դրանք տարբեր բաներ են։ Մենք արդեն խոսել ենք կրոնի վերաբերյալ, ինչպես են ծագել կրոնները, եւ այնպես չի, որ այդ ծագածը այսօր անհետացել է, գոյություն ունեն նաեւ այսօր էլ եւ երկնային մարմինների պաշտամունք, այսինքն նրանց ինչ որ գերբնական ուժերի վերագրելը եւ նախնիների հոգու պաշտամունքը, հոգիների հետ կապը մենք չենք բացառում, բայց նախնիների հոգու պաշտամունքը այսօր էլ ինչ որտեղ գտնում է, տոտեմները նույնպես, այս սրբազան ծառը, այն սրբազան կենդանին եւ այլն եւ այլն։ Այս բոլորը հենց կրոնների շարքից է, որոնք եկել են, խցկվել են միակ բացարձակ, միակ ճիշտ արարչական գիտելիքների կամ աստիճանակարգի ամեն ինչի մեջ, ամենտեղ խառնված են։ Եվ մեր հարցին, թե Ալլահը գուցե դիցերից մեկն է, նույնիսկ հակառակորդ դիցերից մեկը եւ այլն, քանի որ գիտենք երկրի վրա մեր եւ մուսուլմանների հակասությունը բանից խոսում է ոչ Ալլահը հենց Ալլահ ասելով հենց արարչին նկատի ունեն իրենց լեզվով այնպես չէ որ իսլամը զերծ է կամ աղանդների ծայրահեղական աղանդների վերածվելուց կամ ընդհանրապես ամեն ինչ ճիշտ է իսլամում բացարձակ ոչ նույն կրոններին բնորոշ բոլոր շեղումները ժամանակի ընթացքում լավ տեղ են գտել բոլոր կրոններն են ակունքում եղել շատ ավելի մաքուր բայց խոսքը Ալլահ բառի մասին է մենք արարչին չենք դիմում հազվադեպ ենք դիմում արարիչ նույնը ասենք ռուսական բառապաշարում Բог, բожество եւ այլն տվարեց բառը ես ինչ որ առանձնապես չեմ լսել որ նրանց խնդրանքների մեջ այո հնչի Եվ այսպիսով եկեք ընդունենք որ այո արարիչը որքան որ սեր է այնքան էլ նաև կարող է մեր ամենագլխավոր դատավորն է մեր դատաստան տվողը ոմանց իհարկե դուր չի գալիս այս արտահայտությունը ես եւս մեկ անգամ կրկնեմ բայց որովհետեւ նրանց խափել են որ Գողար ջան խափում են բոլորին այո բայց մի ստվար զանգված կա բոլորովին սխալ գաղափարների հետևող որ ուղղակի ցնցումների մեջ անկնում երբ որ ասում ենք արարիչը ոչ միայն սեր է այլ նաև պատիժ որովհետև այո ոնց են խափել Գողար ջան մենք գիտենք ոնց են խափել նախ գիտենք որ խաչելություն չի եղել մենք դա պատրաստ ենք 1000 անգամ կրկնել բայց այդ նկարագրության ժամանակ որ իբր թե այսպես ասած Հիսուս Քրիստոս խաչի վրա արդեն մեռնում էր նա ինչ ասեց հորը մենք գիտենք դա ինչպես է եղել եւ հայրը ով է դե Հիսուս Քրիստոսի հայրը Եհովան պիտի լինի հա իսկ Սուրբ Հուդայի հայրը Արամազն էր արարչի մասին չի միևնույն է խոսքը բայց ավետարանում դա ներկայացում է որպես արարիչ նրա հայրը արարիչն էր մենք լավ գիտենք նրա հորը որ այլևս գոյություն չունի ինչ է ասում է հայր ներիր նրանց որովհետև չգիտեն ինչ են անում բարև ձեզ հասանք տեղ այսինքն հենասյունը ինչի վրա այս ամբողջ մեծ կեղծիքը ստեղծվել է հենց դա է ես որ խաչվում եմ մեռնում եմ ես խնդրում եմ քեզ ներել նրանց որովհետև նրանք չգիտեն ինչ են անում
Ես գիտեմ նրանք ինչ են անում, դու գիտես նրանք ինչ են անում, բայց իրենք ոչ գիտեն։ Եվ այդպես այս գաղափարը բազմապատկված, ձևափոխված, տարբեր դրսևորումներ ստացած տարածված է ամբողջ ավետարանում, ներել, թշնամու հետ համագործակցել, գնալ ընթառաջ, որ հանկարծ ինչ, մինչև քո քոքը կտա այդ Լիլի թշնամու։ ջան, լոգիկան ուղղակի այստեղ ես չեմ հասկանում։ Ասենք ներել, մշտապես գործեցիր, հանցանք ներվեցիր, այսինքն դու ինչ որ մեկի նկատմամբ, դա քո կողքինի նկատմամբ գործեցիր։ Բալավ այն կողքիդ մարդը, որ անմեղ մարդ է, ինչով է մեղավոր։ Այդ հարցը տալիս ենք նրանց, ովքեր կարծում են, որ արարիչ միայն սեր է։ Ինչով է, բայց արարիչ տեսնում է, չէ, որքան որ քեզ է սիրում արարիչը։ Չէ, որ իր որդին եկավ բոլորիս մեղքերը իր վրա վերցնելու եւ խնդրեց հորը, ասեց իրանք չեն հասկանում ինչ են անում, խնդրում են։ Դե հիմա մենք էլ ասում ենք, Լիլի ջան, միգուցե իրենք էլ չեն հասկանում ինչ են ասում եւ ինչ են կրկնում, բայց գոնե մենք ձեզ դա բացատրում ենք։ Եթե հարգելիներս դուք մտածում եք, որ կարող եք ամեն արարք գործել եւ ակնկալել, որ արարիչը ձեզ կների, որովհետեւ նա սեր է, հապա ձեր կողքը գտնվող այն անմեղ մարդը, ում նկատմամբ որ դուք գործում եք այդ արարքը, ձեզ ներեց, բայց այն մարդուն ոնց պիտի փոխհատուցի արարիչը։ Նա էլա չէ խնդրում արարչից պատիժ, նա էլա խնդրում։ Ես քեզ ասեմ, անմիջապես հիմա կհակադարձեն, որ մենք ոչ մեկին վատություն չենք անում։ Ինչ եք ասում։ Բա էլ էդ ինչ ներելու մասին է խոսքը, որ վատություն չեն անում։ Բայց ինչու ենք մենք այստեղ այս կարգավիճակում, այս վարկանիշներով, եթե վատություն չենք անում, եթե վերցնենք այսօրվա մեր ամբողջ կյանքը երկիր բոլորակի վրա, ոչ մեկը իր այդ քաոսն է։ Հենց դրա պատճառով էլ մենք հայտնված ենք բոլորս այստեղ այս նույն կաթսայում։ Առանց բացառության։ Այդ մեղքերով, ով գործեց այդ մեղքերը։ Արարիչը գործեց եւ մենք ենք այստեղ այդ պատիժը քաշում։ Ինչի՞ է դարձել այսօր մարդկությունը մահկանացու։ Ինչի՞ է մարդկության կյանքը այդքան կարճ դարձել։ 70-80 իտոետի նույն մահկանացու կարող էր գոնե 1600 տարի Այո, բայց ամենակիչը։ Դա իդեպ միայն մենք չենք ասում, ձեր սիրելի Բիբլիայում էլ կան այդ ակնարկները։ Ուրեմն եկեք ընդունենք, որ մեղավոր ենք։ Իսկ եթե մեղավոր ենք, ով պիտի մեր մեղքերի համար պատասխան տա։ Ով պիտի պատասխան տա Լիլիթ։ Պատասխան պիտի տանք միայն մենք, այո, միայն մենք։ Երբեք չակնկալեք, որքան որ սեր է արարիչը, այնքան էլ նաև պատիժ է արարիչը ձեզ համար։ Պատժողն է ձեր։ Եվ եթե չկա արարչական պատիժ, ուրեմն սեր չկա։ Արարչի մեջ սեր չկա, եթե նա մեղավորին չի պատժում։ Այո, որքան ձեզ է սիրում, այնքան էլ ձեր կողքի իրական անմեղին է սիրում արարիչը։ Այլապես մենք կարող ենք մտածել, որ պարզապես ոմանց հարմար է։ Այնպես որ հարգելի ընկերներ, որքան էլ որ դուք ձեզ համոզեն, որքան էլ որ ձեզ այդպես խաբել են, դուք էլ ինքներդ ձեզ համոզելով այդպես խաբել եք, թե արարիչը միմիայն սեր է, նրա համար, որովհետև ձեզ այդպես հարմար է, այս պահին ձեզ այդպես հարմար է, ձեռք է տալիս։ Իմացեք միանշանակ, որ այդպես չի։ Պատասխանատվություն չկրելու ամենահեշտ ձևն է։ Այո, ամենահեշտ ձևն է, բայց դա չի նշանակում, որ չեք կրելու։ Կրելու եք, այն էլ ինչպես եք կրելու։ Ամենադաժան պատասխանն եք կրելու։ Եվ հիշենք, հա Լիլի ջան, կրակներ են թափվել երկնքից, ցունամիներ են եղել, քաղաքակրթություններ են ոչնչացվել։ Հա, էլ պատիժը ո՞նց է։ Էլ ո՞նց է լինում պատիժը։ Եղել է, ջրհեղեղ ա եղել, բայց արարիչը չի պատժել, հա, բա ով է պատժել։ Ամենադաժան պատիժներն է եղել արարչի կողմից։ Եթե մոռացել եք, այսինքն դուք բոլորդ էլ դրանք գիտեք։ Այդ դեպքում ո՞նց եք վերագրում։ Այդ ում եք վերագրում այդ պատիժները։ Բնությանը էլի ձեզ խաբել։ Ասում են Հիսուս Քրիստոսի աշխարհ գալով այլևս հաշտություն է գնում արարչի եւ մարդու միջև եւ նա վերածվել միայն սիրո։ Ոչ ձեզ դաժանորեն խաբել են սիրելիներս։ Իսկ եթե մտածում եք, որ դա ձեզ պետք է ներվի, ոչ, չի ներվելու։ Մենք ձեր դատավորը չենք, պարզապես փորձում ենք ձեզ
զգուշացնել, տեղեկացնել ճշմարտության մասին։ Արդարությունը բացարձակ է, ինչպես տիեզերքում, այնպես էլ երկրի վրա, բայց այլ հարց է, որ այդ արդարադատությունը միանգամից չի իրականացվել։ Գուցե մենք իհարկե նախորդ եթերներում ասել ենք ոչնչացված տերտիրուհիների եւ դիցերի մասին, բայց սիրելի հայրենակիցներ, մինչ օրս այդ գործընթացը չի դադարել։ Մենք դրա համար թվեր չենք նշի, 100,000-ավոր կամ հիմնական մաս հակառակորդ կողմի դիցերի ոչնչացված են, այն էլ մի քանի, ասենք ասենք, մեր կողմից մի քանի 100, էլի ճշգրիտ թիվ չասենք։ Ինչու են նրանք ոչնչացվել։ Դրա համար մենք պարտական ենք Ռուբեն Գրիգորյանին։ Այո։ Եթե այդ ոչնչացումը մենք ճիշտ ենք գնահատում եւ գնահատում ենք իբրև նոր աշխարհակարգի սկզբի արդարադատության նախապայման, ուրեմն պիտի կրկին անդրադառնանք Ռուբեն Գրիգորյանին, քանի որ այս գործընթացը սկիզբ է առել նրա անմիջական միջամտությամբ իր հետ աշխատող դիցերի անպատասխանատու ծրագրային շեղումներ թույլ տալու վարքագծի հետևանքով Ռուբեն Գրիգորյանը շատ համբերատար է, բայց 1, 2, 10 այնուամենայնիվ բարձրաձայնել է։ Նա այն մարդն է, որի բողոքները ի վերջո հասան տեղ։ Եվ ի տարբերություն մեր եւ ձեր լռության, ներողամտության, ամեն ինչ կուլ տալու այդ վարքագծի, Ռուբեն Գրիգորյանը ի վերջո ասեց ոչ, ճիշտը մեկն է, ճշմարտությունը միակն է, եթե դուք խոստանում եք ու չեք անում, ես պարտավոր եմ այդ մասին խոսել, պատճառը իմանալ, հասկանալ, ով է այդ իրավունքը ձեզ տվել, դուք ունեք արդյոք այդ իրավունքը, թե ոչ, եւ ինչպես ոնց պարզվեց, ոչ, նրանք չունեին այդ իրավունքը, եւ պատասխանատվության ժամը եկավ, մենք չխորանանք ավելի մեծ գլոբալ խնդիրների, որ սարսափելի։ Այո, մենք խոսենք մեր մասին եւ հենց այն փաստը, որ մինչեւ հիմա ոչ ոք չի համարձակվել արարչին դիմելու, հա, որ ինչ որ մեկի համար պատիժ խնդրել, տեսնելով այդ անարդարությունը, շատ ամենակարևոր փաստը է, եկեք հենց սա արձանագրենք, որ մտածել ենք, որ չի կարելի, դա անթույլատրելի է, եթե մենք բողոքենք ինչ-որ մեկից, պատիժ խնդրենք արարչից ինչ-որ մեկի համար, բարձրաձայնելով նրա անարդարությունը, դա հանցանք է, այսպես ասած, եւ մեր անեծքի տակ ես մնում եւ դրա համար մենք կամ մեր երեխաները պատասխան են տալու։ Բայց եւ երկրորդ կետը, որ այն թյուր կարծիքն է տարածված, որ Աստված Արարիչ ամեն ինչ տեսնում է եւ բոլորին առանց մեր խնդրանքի էլ կհատուցի։ Ձեզ պիտի հիասթափեցնենք։ Ամեն ինչ տեսնում է Արարիչը, տեսնում է նաեւ մեր ուրացումը, տեսնում է նաեւ թշնամու համար մեր խնդրանքները, մեր ներողամտությունը, ամեն ստոր արարքի դեմ, մեր պայքարի բացակայությունը, մեր անողնաշար վիճակը, ամեն ինչ տեսնում է։ Ինչ է ասում, ձեռ է տալիս ձեզ այսպես ապրելը, ուրեմն և դիմացինը տա գոհ և դու ես գոհ։ Վարկանիշի անկում է ունենում, դրա դիմաց 100 անգամ ավել հոգին կվերակցվի, հաջորդ մարմնին մինչև խելք կհավաքի։ Կամ չի հավաքի, կամ կգնա ոչնչանալու։ Հա, դա կա ու կա։ Այսինքն, այնպես չի, որ արարիչ չունի այդ մեխանիզմը մեզ պատժելու կամ ճիշտ գնահատելու, բացարձակ։ Բայց եթե դու չես դիմում, եթե ձեռք է տալիս քեզ այս կարգավիճակում ապրելը, ապա բոլորը բավարարված են։ Մինչև
Ռուբեն Գրիգորյանի ձայնը։ Միշտ Ռուբեն Գրիգորյանին ձեռք չէր տալիս երկիր մոլորակի այս կարգավիճակը, մարդկանց այս տառապանքները, տանջանքները, թշնամին, հակառակորդը եւ այո, որևէ կեղծիք։ Եվ նրա վեճերը, բանավեճերը մինչ Արարչին հասնելը դիցերի, տիրուհիների հետ բերեցին նրան, որ այո, քանի որ նա արդեն վաստակել էր այդ իրավունքը շփվելու Արարչի հետ, մինչև եկավ այդ գեղեցիկ օրը։ Եվ այժմ առավել քան այս ամբողջ տեսակետները վերահաստատվեցին եւ վերահաստատվում են ամեն օր։ Ոչ մի անարդար բան գոյություն չունի։ Անկամ ցեղասպանությունից հետո մեր բողոքը, մեր պայքարը հանուն արդարության ինչպես դրսևորվեց Նեմեսիս օպերացիա, որը շատ արագ կասեցվեց նույն հայ կազմակերպիչների, պարագլուխների, ովքեր մասոններ էին, հրեից փեսաները, Շահան Նաթալիի ասած, կանխեցին այդ պատժի գործընթացը, հետագայում Ասալայի վերաբացումով, այսինքն վերաբացումով չէ, սկիզբ դրվեց Ասալային, որը էլի պայքարի մի ինչ-որ փուլ էր ենթադրում, հուսանք, որ նրանք դեռ պետք կգան մեզ ապագա պայքարում, Անշուշտ։ եւ վերջ, որևէ բողոք Արարչին օգնություն իրականացնելու եւ ես ինչ որ խորը համոզմունք ունեմ ներքին, որ Անդրանիկը նաև նժդեհը, բայց Անդրանիկին առանձնահատուկ եմ ուզում անդրադառնալ, որովհետև մինչև հիմա անգամ նրա կենսագիրները երևի խուսափում են, գուցե ոչ կենսագիրները, հրապարակային նրա մասին խոսացող մարդիկ խուսափում են ամբողջությամբ ներկայացնել նրա ճիշտ, արդար վարքագիծը բոլոր թշնամիների, նախ եւ առաջ ներքին թշնամու նկատմամբ, բոլոր դավաճանների, բոլոր ուրացողների նկատմամբ անխտիր դաժան պատժի է ենթարկել նախ եւ առաջ հայերին, ովքեր ուրացել են, ովքեր համաձայնվել են Թուրքի շուն դառնալ, կոպիտ ասած, դուք իրավունք չունեք ուրեմն ապրելու, ոչ թշնամուն է խնայել, ոչ արտաքին, ոչ ներքին թշնամուն, եւ գիտենք ինչպես է պատժել մինչև օրորոցի երեխան, այլ տարբերակ նա չի ունեցել եւ շատ լավ է հասկացել, որ միակ ճիշտը դա է, Միհրի պատգամն է իրագործում։ Իհարկե, շատ լավ իմանալով այդ պատգամը, մենք չգիտենք որտեղից է իմացել, ով է ասել, իդեպ գիտես ինչ հիշեցի, Ինչ։ ուզում եմ վերջերս մեր շատ լավ հետևորդներից մեկը, ինչ պատմեց ձայնային հաղորդագրություններ ուղարկել, իր տատը մահացել էր շատ մեծ տարիքում, 100-ի մոտ, հիմա ճշգրիտ չեմ հիշում, Հա։ թուխմանուկ էր հաճախ գնում եւ այլն, եւ տատի աղոթքի այս բառը օգտագործենք, ընթացքում նա լսել էր հուդա բառը եւ ցնցվել էր, ինքը եղել է դեռ երևի պատանի այդ ժամանակ, եւ դա ոնց որ գաղտնիքի պես մի բան, որպես պահելը առանց իմանալու ում էր աղոթում տատը, պատկերացնեք, վերջերս է մահացել տատը, էլի, այսինքն ոչ այնքան վերջերս, ամենայն դեպս մեր ժամանակներում, մոտավորապես մեր տարիքի մարդ է ինքը, հետո ասում է, ձեզ լսելով հասկացա, տատս Հիշել էր, թե տատը աղոթում, այո, այդ գիտելիքները բանավոր, բայց մնացել են, իդեպ այդ տատիկն էլ կարծեմ եղել էր հոգևորականի աղջիկ, այսինքն տարբեր ձևերով
այդ ինֆորմացիան պահպանվել է։ Հուդային խնդրել։ Ձեր համար ո՞նց է։ Գնանք առաջ։ Այո, գնանք առաջ, նշենք, որ բացի այս արարչի պատիժները, Սուրբ Սրբոց սրբերից արարջի պատիժները, նաև ունենք մյուս կողմը, շատ լավ նորություններ։ Մեր նոր արարված ոչնչացումները։ Այո, բացի այդ ոչնչացումները, նաև ունենք հակառակ կողմը։ Արարված նոր դիրուհիները, որոնք թվով 120-ից ավել են այսօր։ Այսինքն մեր վերջին հրապարակած թվերից հետո այդ թվերը ավելացել են։ Եվ այն գերհզոր գիտակցությունները, որոնցով որ նա օժտել է այս տիրուհիներին։ Եվ սա այն լույսի շողն է, որ ընդհանրապես մարդկության վրա պետք է բացվի Լիլիթ ջան, մի փոքր էլ փակագծեր այստեղ բացենք մեր հայրենակիցների համար, այսինքն այս մաքրումների գործընթացը, որ տեղի կունենա, կավարտվի եւ խստացված չափանիշներով 79%-ից բարձր վարկանիշ ունեցող մարդիկ կմնան, ինչի համար են այս թվերը, որ որոշակի գիտակցություն ունենան այս ամենը ընկալելու։ Այսպիսի մի ծրագիր է նախատեսվում երկնայինների կողմից, այսինքն այս նոր արարվածները ոչ թե 79-ից բարձրը կմնան, այլ պաշտպանվածության շեմն է դա, Գոհար ջան, ոչնչացվողները իհարկե 45-ից ցածրները կոչնչացվեն։ Այսինքն մանրամասը կխոսենք Լիլիթ ջան այս ամենի մասին, բայց հիմնականում պաշտպանությունը լինելու է այն թվերը, որ իմանում ենք, թե մոտավորապես քանի տոկոս մարդ է մնալու, չեմ կարծում, որ 79-ից ցածրները անցնեն։ Եթե անգամ մնանել այդ ընթացքում, այսինքն նրանք շատ արագ կյանքը իրենց կվերջանա, բայց ինչ վերաբերում է 79 եւ բարձրներին, ես համոզված եմ, որ այս գիտելիքներից հետո, որը որ մեզ տրվելու է, այս մարդկանցների հոգովոչնչացում է սպառնում։ Այո, այս մարդկանց կյանքերը անհամեմատ երկարելու են, այսինքն մեր ներկայիս, որ մեր ճշտումների արդյունքում պարզեցինք, որ այսօր մարդու կյանքը 51% տարեկանն է ամենաբարձրը միջինով, միջին վերցրած շեմը 50-ից 51 տարեկանն է, այն ժամանակ բնականաբար այդ միջին շեմերը շատ կբարձրանան, հարյուրներն էլ կանցնեն, կարող է միգուցե մեր դրսևորումներից արդեն կախված հազարներն էլ անցնեն, էլ չեմ ասում որքան մարդիկ արդեն իսկ անմահության շեմը հատել են, այդ ժամանակ էլ բնականաբար կհատեն եւ սա այն ժամանակաշրջաններից մեկն է լինելու, որ ամենամեծ թվով մարդիկ են իսկապես անցնելու անմահների շարքը եւ դիցերի շարքը, երկնայինների շարքը, այսպես ասած։ Ինչ է տեղի ունենալու, ինչն է ծրագիրը, որ ներկայիս դիցերը ովքեր որ ունեն որոշակի չափով գիտելիքներ, որոնք կարող են միլիարդին մոտենան այդ թվերը, իսկ նոր արարվածներինը մոտավորապես մինչև 2 միլիարդ, այսինքն նրանց գիտելիքների աստիճանն է բարձրացվելու, այսինքն նրանք լինելու են նոր արարվածները, երկնայինների ուսուցիչները։ Իսկ մեր տեսակի մարդու գիտելիքների չափը առնվազն գոնե կբարձրանա ներկայիս երկնայինների դիցերի գիտելիքի մակարդակին եւ սա շատ մեծ փոփոխություն է, որը որ սպասվում է մարդկության։ Այո, այսինքն ուսուցչություն մեզ համար կանեն դիցերը, իսկ դիցերը կաշակերտեն նոր արարված Սուրբ Սրբոց երկնային եւ երկրային տիրուհիներին, տերեր ինչպես գիտենք չեն արարվում, միայն աղջիկներ են արարվել։ Միգուցե այժմ խոսենք հենց այն չափանիշների մասին, իհարկե եթե մի բան էլ նշենք Գոհար ջան արարչի հատկանիշներից, նա չի հանգստանում, ոչ մի րոպե հանգիստ չունի, հարց ծագեց, մենք գիտենք, որ նաև հանգիստ չունեն հոգիները։ Արդյոք բաղադրությամբ է պայմանավորված, չէ որ ինքն է արարում այդ հոգիները, գուցե իր նման է եւ այլն, պարզվեց, որ ոչ, արարիչը ինքը, այսպես ասած, փակ համակարգ է, ինքը ոչ թե ինչ որտեղից վերցնում է էներգիա տալիս եւ այլն, այլ ինքը էներգետիկ
կազմություն ունի եւ ինքը նաեւ տիրապետում է տիեզերքում արկա բոլոր էներգիաներին լինելով ինքը էներգիա, բայց ցանկացած պահի նա կարող է մարմնավոր կերպով նույնպես ապրել ներկայանալ, որը հիմնականում բացառիկ դեպքերում է անում երկիր իջնել լիս, այո, որպեսզի հետևի թե այստեղ ով ինչով է զբաղված, այո, որովհետև վստահություն ոնց որ թե քիչ ամնացել անշուշտ ես կարծում եմ նրա անմիջական հետևողականությունն ու միջամտությունը հատկապես այս օրերում շատ կարևոր է իսկ առհասարակ երբ նա լինում է իր մոլորակում արի միգուցե նշենք այստեղի որտեղ է բնակվում Արարիջը այո այստեղ նույնպես մի փոքրիկ բացահայտում ավելացում լրացում ունենք այո Այն, որ կարիճի համաստեղությունը, որ նշված է մեր գրքում, իրականում կարիճի համաստեղություն չէ, այլ կարիճի մոլորակ, որում իսկապես բնակվում է, բոլորակ, այո, որում իսկապես բնակվում է Արարիչը, իսկ այդ բոլորակը գտնվում է Կաքաչի համաստեղությունում, որը նույն մեր իմացած Կակաչն է։ Նա հիմնականում այնտեղ հոգեղեն է, մոտավորապես 10 մետր հասակով, նրա հոգին 10 մետր ունի, տարբերվում է բնականաբար իր գույնով, տեսքով, աուրայով, այդ հրեղեն այնքան դրսևորումներ ունի, որ մենք չենք համարձակվի ամբողջությամբ բնութագրել, միայն այն փաստերը, որ հայտնի են իր մասին։ Իսկ այժմ անցնենք այս նոր լրացումներին, վարկանիշային խստացումներին, չափանիշներին, լավ Լիլիթ ջան։ Անցանք։ Նախկինում նշել ենք մեր գրքում, որ համատեղ 4% եւ հոգու 15% վարկանիշի դեպքում մարդը իրավունք չունի ապրելու, անմիջապես նախ 4%-ի դեպքում նրա կյանքն է վերանում, իսկ 15%-ի դեպքում համատեղ արդեն երբ եղավ 4 եւ 15, այնտեղ գնալուց հոգին է վերացվում։ Այսօր այս թվերը խստացվել են։ 25% համատեղ հոգու եւ մարմնի եւ 45% հոգու վարկանիշի դեպքում իսկ արդեն վերացում է գնում։ Եվ եթե չեմ սխալվում, մեր ճշտումների արդյունքում պարզվեց, որ առաջիկայում գնացող հոգիներից մոտավորապես որքան ես հիշում եմ, ոչնչացողները 1 միլիոն էին։ Հոգիների ոչնչացումը։ Եվ դեռ չենք ճշտել, արդյոք նրանց փոխարեն նոր հոգիներ կարարվեն, թե ոչ։ Մինչ օրս արարվել են ոչնչացվածների փոխարեն, բայց այս խստացումներից հետո գուցե Նաև դրա կարիքը չլինի, այո, կրճատվեն, չգիտենք։ Հոգու եւ մարմնի համատեղ վարկանիշի անդառնալիության շեմը 91%-ն էր, իսկ այսօր դարձել է դա 98%։ Այսինքն մարդը գոնե 98% վարկանիշ պետք է ունենա, որ վստահ լինեն երկնայինները, որ անկում չի ապրի, այսինքն 98-ից հետո, 98-ը հատելուց հետո էլ անկում չի գրանցվի։ Իսկ հիմա ներկայիս 91-ի դեպքում բավականին անկումներ են գրանցվել։ Սուրբ Սրբոց Արարչի աչքի առաջ մենք ունեցանք փաստ, որ 91-ից իջավ 30, ինչ որ մեկի վարկանիշը, դրա համար նաև խստացումներ։ Եվ դրանից հետո էլի դեպքեր են եղել, մենք այո, իմացել ենք, որ 92-93 բարձրացել են ու մեկ էլ իջել հասել են, չգիտես, ես իմ ուր։ Դա երբ է կատարվում, երևի մենք նշել ենք, երբ որ մարդը ծանոթանում է, առնչվում է այս գիտելիքների հետ ու ինքը սկսում է իրեն վերահսկել, վարկանիշը բարձրանում է, բայց դեռ չկա այն բազային արժեհամակարգային հիմքը, որ նրան թույլ կտա պահել այդ կայուն պահպանել այդ ձեռք բերածը։ Եվ բավական է մի փոքր պրովոկացիա եւ ցույց է տալիս իր ամբողջ դեմքը։ Այո։ Իսկ վարկանիշը այդ դեպքում չի կարող բարձր մնալ։ Այ հասանք այդ պաշտպանվածության շեմին։ Եթե նախկինում 60% էր
համատեղ վարկանիշային մեծ պաշտպանվածության շեմը այսօր դա դարձել է 79%, այսինքն ինչ էլ որ կատարվի, եթե մենք 79-ից ցածր ենք, իրենց պաշտպանությունը չունենք, բախտի բերմամբ թե կփրկվենք, թե ինչ կլինենք, թե ոնց կլինենք, այդ արդեն եթե անգամ իրենց օգնությամբ փրկվենք, երկար դա չի տևելու։ Վերջին հերթին կլինի, այսինքն առաջնահերթությունները կտրվեն 79 եւ ավել վարկանիշ ունեցող մարդկանց։ Հրեշտակապետի կարգավիճակն էլ է փոխվել։ Հրեշտակապետի կոչումը ստանալու համար մեզ առնվազն պետք է 105 միավոր համատեղ եւ հոգու 106% վարկանիշ։ Իսկ նախկինում այդ շեմը եղել է 94%, այսինքն 94-ից 99 մենք ունեցել ենք հրեշտակապետի կոչում եւ հոգու 94-ից 100 էլի վարկանիշի դեպքում ունեցել ենք հրեշտակապետի կոչում։ Հիշեցնենք, որ հրեշտակապետերը դիցերի անմիջական օգնականներն են եւ հետմահու եւ իրենց կյանքի ընթացքում։ Եթե մարդը այդ վարկանիշով մահանում գնում են, այնտեղ էլ է այդ նույն դերը կատարում։ Իսկ տիեզերք տեղափոխվելու համար նախկինում պետք է ունենայինք 105% հոգու եւ 115% համատեղ վարկանիշներ։ Այս պարագայում 115%-ը մնացել է համատեղ վարկանիշի դեպքում, բայց հոգունը բարձրացել է, այսինքն առնվազն մենք պետք է ունենանք 120% հոգու վարկանիշ, որպեսզի տեղափոխվենք տիեզերք։ Եվ սրան գումարենք նաև այն վերջին մեր բացահայտումը առողջության ցուցիչի վերաբերյալ, որ հոգու հետ կապի ցուցիչ գոյություն ունի տրամաբանության, այսինքն այստեղ էլ չափանիշներ կան, որոնք որ պետք է համապատասխանեն, այսինքն տրամաբանության ցուցիչը ամենակիչը 2 պետք է լինի միավոր, որպեսզի տեղափոխվենք, առողջության ցուցիչը 1.5 պետք է լինի, առավելագույն 2-ից մեր 1.5, իսկ հոգու հետ կապի ցուցիչը, որ պարագայում առավելագույնը 110-ն է, երկու պարագայում էլ, այսինքն մեր հոգու հետ կապը 110% եւ հակադարձ հոգու մեր հետ կապը 110, այս պարագայում է առնվազն պետք է լինի 50%, որպեսզի գոնե, իսկ նշենք 56 հոգու, նաև նշենք Լիլիթ ջան, որ մարդկության մեծամասնության մոտ այս հոգու հետ կապի ցուցիչը 1% անգամ չի գերազանցում։ Սա շատ մեծ ցավալի փաստ է, սա նույնպես արարիչն է, հուշե պարոն Ռուբենին, որ այ որ դուք ուզում եք ձեր վարկանիշները, մարդկության բարձրանա, ամենաառաջին հերթին առաջնայնություն պետք է տալ մարդու հոգու հետ կապին եւ հակադարձ հոգու մարմնի հետ կապին, որպեսզի կարողանաք այս հոգու հուշումների հաշվին բարձրացնել ձեր վարկանիշը։ Եւ պարզվեց, որ նախաքրիստոնեական ժամանակաշրջանում, հատանոզության ժամանակաշրջանում գոնե 50-55 միջև եղել է ֆիզիկական մարմնի եւ հոգու հետ կապի ցուցիչը, այսինքն նրանք շատ կապված են եղել իրենց հոգիներին։ Ասեմ, որ այդ 50-55%-ը բավականին մեծ թիվ է, այսինքն այսօր մենք ունենք բացառիկ մարդիկ, այսօր մեր շրջապատում կան այդպիսի մարդիկ, որ ունեն հոգու հետ կապի 50-55% միջև ցուցիչ, պատկերացրեք, որ ամեն ինչ է հոգին հուշում, իրենք շատ արագ կարողանում են դա անցալել, զգալ եւ գործել։ Սա մի հսկայական օգնություն է ֆիզիկական մարմնին։ Եվ մարմնին եւ նույն հոգու վարկանիշի բարձրացմանը։ Բնականաբար։ Եթե մենք լսում ենք հոգուն, սկսում ենք ճիշտ գործել, նաեւ այստեղ փոխվում է մեր տրամաբանությունը, հետո վերլուծում ենք, չէ, անալիզ ենք անում, թե այ այս բանը այսպես չարեցի, որ անեի, sense ինչ լավ էր, որ ես այսպես արեցի, ինչ լավ էր, ինձ ներքին մի ձայն հուշեց դա։ Եվ այլն, արդեն մարդու մոտ փոխվում է տրամաբանությունը։ Այսինքն հասկանում ես, նրա մեջ դա նստված կա տալիս, երբեք ինքը հաջորդ անգամ այդ սխալը չի կրկնի։ Եվ դրա համար սիրելի հայրենակիցներ, դիմեք ձեր հոգուն, ամենակարևորը, ամենակարճ ճանապարհը, լավ ինչպես անել, որ կապը հաստատվի հոգու հետ եւ ես ճիշտ ընկալեմ իր հուշումները, իսկ հոգին
մեզ կցված է միայն մի նպատակով մեզ դեպի անմահություն տանել։ Այո։ Դա իր մեծ հոգսն է եւ այն որ ինքը գնում է էլի է գալիս իր խնդիրը լուծված չի դրա համար ինքը էլի հետա գալիս մենք կարող ենք դիմել իրեն խնդրել ուղակի ձեր բառերով ձեր հոգուն խնդրեք հուշումները տալ ճշգրիտ օգնել ընկալել այդ հուշումները Եվ Լիլիթ ջան, ամենավերջում արի խոսենք մի շատ կարևոր թվի մասին, որ եթե նախկինում մեզ տրված էր 16% անմիջապես թռիչքային գրանցում ունենալ վարկանիշի, այսօր այդ թիվը դարձել է 24։ Ինչպես աճի թվեր գոյություն ունեն անմիջապես թռիչքային 16, որը դարձել է 24 միավոր, այնպես էլ անկում գոյություն ունի, եթե մենք գործում ենք սխալ արարք, միանվագ կարող է 20%, կարող էր 20% անկում գրանցվել, իսկ այսօր այդ թիվը 21% է դարձել, այստեղ չգիտեմ ինչի արարիչ այս սիրում է մեզ, մի փոքր մեղմ է գտնվել, դες բարձրացումը էլի մեր օգտին, Եվ անկումն էլ էլի մեր օգտին, 20-ը 21-ա դարձրել, բայց 16-ը անմիջապես 24։ Ահա արարչական սիրո, այո, որովհետև արարիչը նպատակ չունի անվերջ հոգիներ ոչնչացնել, պատժել, ի վերջո նա փորձում է մաքրել, բայց նպաստել զարգացմանը։ Այլ մեխանիզմ ավելի կոտորյալ մեխանիզմ հնարավոր չի էլի սահմանել ինչ կա։ Եվ այս մեկը Լիլիթ ջան շատ դուրս եկավ, բայց կա բացառիկ մի դեպք, դավաճաններին վերաբերվող։ Այս պարագայում 29 միավորով կարող է անկում գրանցվել վարկանիշի։ Ասա Լիլիթ ջան, որ դեպքում այս պահը շատ ճիշտ հասունացել է Գոհար ջան, դիմում եմ բոլոր մեր այն հետևորդներին եւ հայրենակիցներին, ովքեր մի քիչ մուննաթ գալով մեզ դիմեցին ընտրություններից հետո, թե այդ ինչ էիք ասում, Քոչարի կուսակցություն, Իսկ ձայն չհավաքեց, հիասթափված ենք, բայց դուք Մենք ինչպես համարել ենք ճիշտ ենք ընտրել, այնպես էլ այսօր ենք համարում, որովհետև դուք ի տարբերություն մեզ փորձել եք ընտրել իդեմս հակա ինչ-որ մեկի ոչ թե ճիշտ ազգային զարգացման ծրագիր ներկայացնող կուսակցությանը, մեր տարբերությունը դրանում է Հետևաբար, երբ որ դուք գնում եք կոմպրոմիսի հայրենիքի փրկության գործում, սիրելիներս, բոլորին ենք մենք դիմում, այն ամենահասարակ գյուղացի մարդուց մինչև այսպես ասած ընդդիմադիրներ, դուք ինչ սկզբունքով եք գնացել ընտրությունների, դուք գնացել եք արդյոք, մենք քաղաքական դաշտ չենք մտնում, պարզապես ելնելով մեզ տրված այս ցուցիչներից, մենք ի վերջո կյանքի հետ պիտի կապենք, մտնում է մեր աչքը այս փաստերը, ոնց կարող ենք լռել այս մասին, եթե դուք 100 դրամ եք վերցրել, թե 100 միլիոն դրամ, բայց ընտրել եք հայրենիք վաճառողին, հայրենի հողը ուրիշին հանձնողին, զինվորի արյունը ուրացողին, որքան էլ սարսափելի եւ անընդունելի մենք ունենք այդ փաստերը, երբ պատգամավորը անգամ իր զոհված երեխայի արյունը ուրանում է, որևէ մեկից չենք վախենում ենք ճշմարտությունը ասել։ Այդ դեպքում ձեր վարկանիշի անկումը, նորից եմ ասում, կապ չունի դուք ինչի դիմաց եք կատարել սխալ ընտրություն։ Եթե դուք պարզապես չիմանալու, չիմացության, անգրագիտության հետևանքով եք արել, դա դեռ ոչինչ, բայց եթե դուք շահի դիմաց եք արել սխալ ընտրություն, այսինքն դուք հայրենիքը վաճառել եք այս կամ այն գումարով, այդ դեպքում լավ լսեք ձեր վարկանիշի անկումը 29%, ես սրանից առավել ստոր քայլ
ստոր Արարչի համար դավաճանություն, չկա։ այո, ոչ մեզ համար, ոչ էլ արարչի համար գոյություն չունի։ Ծախում ես Բացառիկ ինքդ քեզ, ծախում ես քո երեխային, ծախում ես քո հայրենիքը, այո, ինչպես Լիլիթն ասաց, քո զինվորի արյունը, եւ սրանից ստոր քայլ լինել չի կարող։ Եվ հենց սա ամենաբարձր բացառիկ անկման թիվն է, որը սահմանված է արարչի կողմից հատուկ այս ստորների համար։ Դեպքերի համար, այո։ Իդեպ արարչի կարծիքը Սուրբ Սրբոց սրբերից երկայն Տեր բացարձակ համընկնում է քրեական օրենսգրքի հետ, քանի որ ընտրական շարք վերցնելը դատապարտելի է։ Այնպես որ ոչ ոք մեր դեմ ոչինչ ասել չի կարող։ Օրինական պահանջ է։ Եթե դուք քրեական օրենսգրքից չեք վախենում, դուք պիտի վարկանիշի անկումից վախենաք։ Գոնե արարչից վախեցեք։ Այսօր այսքանը ինչի ասեցինք մենք, որպեսզի իսկապես պարզ դառնա։ Ես հուսով եմ, որ այս մեր հաղորդումը շատ ուսուցողական կլինի Լիլիթ ջան, որովհետև մենք վաղուց ենք, այո, որովհետև իսկապես վաղուց ենք մենք ծրագրում հենց անմիջապես Սուրբ Սրբոց սրբերից արարիչ թեմայով հաղորդում նկարահանելու, սրա անհրաժեշտությունն ու կարևորությունը շատ մեծ է։ Ես հուսով եմ, որ այս մեր հաղորդումից հետո իսկապես դուք ճիշտ կընկալեք ով է կանգնած այս մեր գոյության, արարման, ամեն ինչից վեր, ամեն ինչի սկզբնաղբյուրն ով է։ Եվ եթե հիշում եք, սխալների ուղումն է միայն, որ բերում է ներման։ Ձեր ոչ մի ապաշխարություն, ոչ մի ներողություն խնդրել, ոչ մի փոշմանել, մտքում կամ բարձրաձայն որևէ նշանակություն չունի, եթե դուք կատարված սխալը չեք փորձում ուղղել։ Իսկ եթե սխալը անուղղելի է, դուք պիտի պատիժը կրեք։ Դուք եւ մենք։ Այլ օրենք տիեզերքում չի գործում հատուկ ձեզ համար։ Հարգելի ընկերներ, այսքանով ավարտենք մեր այսօրվա շատ կարևոր հաղորդումը եւ հիշեցնենք, որ առաջիկայում մեր հետևորդների, հայրենակիցների հետ նույնպես պլանավորում ենք ուխտագնացություն, այս անգամ մեր ուղությունները լինելու են Հառիճավանք, Մազտարա եւ Մաստարայում իսկ գտնվող Թուխ Մանուկ սրբավայրերը։ Բացառիկ բացահայտումներ ունենք արդեն այս սրբավայրերի վերաբերյալ, էլի են ցավոտ թեմաներից, բայց եկեք այսօր չխոսենք, թողնենք այդ օրը մենք կլուսաբանենք, կբացահայտենք եւ իլուր աշխարհի ցույց կտանք, ինչպես են վարվել մեզ հետ, որտեղ ենք մենք կորցրել մեր գիտելիքները։ Այո, չմանրամասնենք Գորջան, որովհետև որ սկսեցինք դա մի ահռելի թեմա է։ Ուղղակի շատ ցավալի է, երբ հիշում ես այդ ամենի մասին, չես կարողանում այսպես բերանդ փակ նստել։ Այո, այսօրվա իրականությունը անմիջապես կապված է, այո։ Այո, այս սրբավայրերից մեկի հետ, ուր մենք պիտի գնանք օգոստոսի 2-ին։ Ովքեր ցանկանան միանալ մեզ, խնդրեմ զանգահարեք մեզ, գրանցվեք նախապես։ Մենք օգոստոսի 2-ին լինելու ենք Հառիճավանքում, Մաստարայում եւ Թուխ Մանուկում։ Գրանցվելու համար զանգահարեք մեզ 093 72 03 70 հեռախոսահամարով։ Հիշեցնենք, որ նաև կարող եք ձեռք բերել մեր գրքերը հայերեն եւ անգլերեն լեզուներով, ինչպես նաև օրացույց, տոնացույցը ըստ արարչական տոմարի։ Նույնպես զանգահարելով մեզ նշված հեռախոսահամարներով։ Չենք մոռանում, ամեն 3 շաբթի եւ 5 շաբթի մասնակցում ենք 2 համազգային խնդրանքներին։ Սուրբ Սրբոց սրբերից արարջին, առաջինը խնդրանքը հղում ենք նրան, տալով նրա տիտղոսը 9 անգամ եւ այս հաղորդումից հետո ես եւս մեկ անգամ կտեղադրեմ մեր բոլոր հարթակներում տեքստերը, որովհետեւ մեզ անընդհատ շատ են հարցնում տեքստերի մասին։ Պարբերաբար պետք է տեղադրել։ Այո, պարբերաբար եւ կտեղադրեմ, խնդրեմ օգտվեք այս վերջին տեղադրած տեքստից, մի փոքրիկ բառային փոփոխություններ այնտեղ կան
Եվ երկրորդ խնդրանքը էլի 9 անգամ նույնպես կրկնելով Սուրբ Սրբոց դից հալտ եւ Սուրբ Սրբոց երկնային եւ երկրային տիրուհիներ դիտ ղոսը։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք այս երկար եւ գեղեցիկ հաղորդման ընթացքում։ Կհանդիպենք հաջորդիվ, շատ կարևոր Լիլիթ, այս մասին էլ եմ ուզում ասել, մեր հաջորդ հաղորդումը շատ հետաքրքիր է լինելու, անպայման հետևեք մեզ, մի ցնցող հաղորդում ենք ունենալու, մի շատ հետաքրքիր բացահայտում։ Այո, Ասենք ինչի մասին։ Թեման լինելու է քարահունչ։ Այսքանը ավելի ճիշտ զորած քարեր, Այո։ որի շուրջ դեռ սպասվում են բազմաթիվ բացահայտումներ։ Արարիչը ձեզ օգնական եւ արդար դատավոր սիրելի հայրենակիցներ, ձեզ եւ մեզ բոլորիս միայն այդ դեպքում մենք կարող ենք ակնկալել բարեկեցիկ արդար ազնիվ ապրելու հնարավորություն։ Շնորհակալություն, մինչ նոր հանդիպում։